ՀԿՀ-ի վերջին ամփոփմանը սպասում եք հենց այս ձևով։ Կանգնած եմ այն ժամից, երբ որ խոստացել էի ժամը 6-ից, իսկ գիտեք, ինչին էի սպասում, ես զրոյական ակնկալիքներ ճիշտ ասած ունեմ իբր անկախ ինստիտուտներից, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ղեկավարում է մի մարդ, ով եղել է ԿՊ խմբակցության անդամ, ինքը իր համար քվեարկել է ու դարձել է ղեկավար։ Իրանից ես ինչ ակնկալիք պետք է ունենամ։ Ավելին ասեմ, այն ինչ որ հիմա տեղի է ունենում, այն ինչ որ հիմա արվում է Բարգավաճ Հայաստան կուսակցության նկատմամբ, նոր չի։ 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ այս նույնը արվել է Հանրապետականի հանդեպ, պարզապես արհեստական կերպով, վարչական ռեսուրսով թույլ չտվեցին, որպեսզի Հանրապետականը հայտնվի 18 թվականի արտահերթի ձևավորված խորհրդարանում։ Ինչ ակնկալիքներ, իմ միակ ակնկալիքը Հայաստանի Հանրապետության քաղաքացուց, Հայաստանի Հանրապետության հայրենասեր քաղաքացուց է, ով պիտի դեր կանգնի մեր բոլորի ձայնին, մեր բոլորի ապագային, որովհետև այս ընտրությունը Հայաստանի Հանրապետություն լինել, չլինելու ընտրություն։ Այս իրավիճակը տրամաբանորեն բերելու է գործող ընդդիմադիր ուժերին ձեր առաջարկին, այն է իմպիչմենթի օրակարգին, նաև փողոցի գեներացիային։ Գիտեք, ես իհարկե մի 10 րոպե հիմա կարող էի խոսել, բավոր ասում էինք ոճի մեջ, բայց դրանից հիմա զրոյական օգուտ կա։ Առջևում պայքար է, պայքար բարդ, ծանր, բայց պատվաբեր։ Ու այդ պայքարում Հանրապետականը լինելու է ամենապատասխանատու, ամենավտանգավոր տեղերում, ամենակարևոր խրամատներում, ինչպես եւ եղել է 18 թվականի ապրիլի 25-ից սկսած։